Պատասխանը չեմ գտնում, որ լուրջ է, որովհետև քաղաքական գործիչը չի կարող քրեական կամ որևիցե կամ որևիցե դա նշանակում է ստորակետ կամ որևիցե նմանատիպ մեղադրանքի մասին անուն տալով խոսել, եթե չունի դրա ապացույցները։ Եթե չունի դրա ապացույցները, ես միջև օրս դες բան չեմ արել։ Հիմա նույնիսկ ինչ որ կայք, ինչ որ քաղաքական իրանց գործիչ անվանող մարդիկ ինձ դատի են տալիս իմ հայտարարությունները, բայց նորից եմ ասում, ես որևիցե բան չեմ ասում, որի տակ ես չունեմ առնվազն մի քիմնավորում։ Նման հարցեր ինձ մի տվեք։ Լավ, ուրիշ բան հարցնեմ, բայց այսինքն չենք վերածելու սա ազատության եւ իմ հարցազրույցը։ Վերջին հարցը, խնդրում։ Այսինքն կան Հայաստանում կան մարդիկ, ովքեր քաղաքացի չեն, Հայաստանի քաղաքացի կան երևի, որ վարչապետը ասում է, ուրեմն կա, երբ որ ԱԱՑ տնօրենը Նարեկ ջան, քո կարծիքը, երբ որ հետաքրքիր լինի, հարցազրույց կտաս կհայտնես։ Ներեք ձեր միտքը նորից կան մարդիկ, եթե վարչապետը ասում է ազգային անվտանգության ծառայության շենքում, բնական է, որ նման բան կա եւ դուք նես չի, որ ես առաջինն եմ կամ վարչապետը առաջինն է, որ տես բան է ասում։ Իսկ չեք տեսել, որ ասում են Հայաստանի Հանրապետությունը դե իր անվտանգությունը չի կարող ապահովել, դրա համար պետք է ինքը անդամակցի որևիցե միության։ Չեք լսել տենց արտահայտություն։ Սա առաջին լսել եք։ Ես չգիտեմ դրա մաս դուք կոնկրետացում եք ուզում։ Ես ձեզ ասում եմ, ես դրա իրավունքը չունեմ անելու։ Այլ հարց Պարոն Սիմոնյան, օրեր առաջ Բեհարանում տեղի ունեցավ, ԱԱԾ աշխատակիցների ոստիկանության ներխուժում, այնուամենայնիվ հնարավոր չէր կանխել այդ ամենը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Միքայել Աջապայանը համապատասխան չէր ծանուցվել եւ ծանուցման պարագայում կկարողանար ներկայանալ բարույթն իրականացնող մարմին, բայց հնչում են տեսակետներ, որ միտումնավոր է դա իրականացվել, որպեսզի ճնշում գործադրվի եւս մեկ անգամ եկեղեցու նկատմամբ։ Նախ որևիցե մեկը չի ներխուժել Վեհարանի տարածք նախամուտքի մոտ են եղել։ Երկրորդը նույն ձեր նշած անձը շատ լավ իմանալով փախել էր, պահկվել էր այդտեղ, մտածելով, որ այդտեղ ինքը իրեն կարող է պաշտպանված գալ, եւ դա ակնհայտ էր։ Երկրորդը եկեք մի բան հասկանանք, էլի։ Հիմա մեր ընդդիմադիր գործընկերներն են եկել իրանց դոշ են ծեծում, կա դատարանի որոշում եւ գնալ մտնել ինչ որ միտեղ եւ փորձել պատասխանվել եւ դատարանի որոշումը որպեսզի չկատարվի, դա անընդունելի է։ Եվ վերջո իշխանությունը տեսնելով, ոստիկանությունը տեսնելով, որ նման ԱԱԾ-ն, չեմ հիշում կոնկրետ որ մարմիններ իրականացնում, ազգային անվտանգության ծառայությունը տեսնելով, որ իրավիճակը կարող է լարվել, ընդհակառակը դուրս եկա, որպեսզի ցույց դնի, որ նման բան անելու նպատակ չկա եւ իրենց գործառույթն են իրականացնում, թե մեկի մոտ ինչ որ կարծիք կա, որ ԱԱԾ-ն ցանկության դեպքում, ասենք չեմ 300 կամ 400 հոգի որ մարտինի չի կարող մտնել այդտեղից մեկին դուրս անել, իհարկե կարող է, բայց այդպես քայլի չգնաց։ Ի պատիվ մեր ԱԱԾ-ի պետք է ասեմ, որ շատ ճիշտ որոշում կայացրեցի, որովհետև այդ ամեն ինչը արված էր այդ շոուն կազմակերպելու համար։ Ես կնստեմ ավտոն, հետո ես չեն թողնի, հետո ես դուրս կգամ մեքենայից, հետո ես ոտքով կգնամ։ Դե լավ եկեք հերիքա ոտքով գնամ, բանով մեքենայով կգամ։ Ինչ դերասանություններ ուզում եմ հասկանալ։ Բայց եթե փախչելու ներողություն, փախչելու միտում ունենար, քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին ըստ դատախազության, բայց ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 25-ին է միայն որոշում։ Փախչել է մենակ գնալ թաքնվելով չի պարզա չէ որ Հայաստանում դժվար կարողանար ինքը թաքնվել։ Իմաստը շոու սարքելն է։ Իմաստը մարդկանց հրահարելն է։ Տեսեք, հիմա ի՞նչ է կատարվում։ Մենք ասում ենք, այս մարդը եկեղեցական կանոնն է խախտել, ասում են, մենք այդ հարցերին ինչ որ բան լալահարաշ ձայնով ինչ որ բաներ են ասում, ոչ մեկ չի կարողանում հասկանալ թե ինչ են ասում։ Դուք հասկացել եք այսքան ժամանակ լրագրողներով։ Դուք այսքան լավ լրագրողներով գալիս եք քաղաքական գործիչներին, ազգային ժողովի նախագահին, վարչապետին հարց եք տալի, կոնկրետ պատասխան եք վերստում։ Դուք այսքան ժամանակ հասկացել եք իրենք ինչ են ասում։ Իրանց նպատակը շոու անելն է։ Ասում ենք մարդը հանցագործություն է արել, տեսանյութեր են հրապարակվել, բան են հրապարակվել, ինչ ասես ասում են, բացի հստակ պատասխան տալուց։ Իրանց հերերին են հիշում, Աստվածաշնչից են խոսում, չգիտեմ նախկիններից են խոսում, ներկաներից են խոսում, կոնկրետ ոչ մի բան չեն ասում։ Սա արվում է շոու անելու համար։ Այդ շոուները իրանց վնաս է պատճառում, որտեղ շոու անել չգիտեն։